Եթե հրապարակված փաստաթուղթը ընդունվեր, մենք կունենայինք խաղաղություն, ապա շրջափակում, դե ֆակտո անկախ Արցախ, Քելբաջարի եւ Լաչինի նկատմամբ վերահսկողություն եւ միջազգային խաղաղարար ուժերի տեղակայում Արցախի ամբողջ պարագծով։ Մենք պահանջել ենք, որ հրապարակվի նաև Հայաստանի պաշտոնական պատասխանը 2019-ի կարգավորման առաջարկին եւ դա անգամ ավելի կարևոր պահանջ էր։ Փաշինյանն այն չի հրապարակել։ Նա կամ թաքցնում է Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատասխանը, կամ պաշտոնական պատասխան չի եղել։ Փաշինյանը ուղղակի անտեսել է Մինսկի խմբի առաջարկը, փաստորեն մերժելով բանակցությունները եւ բացելով կործանարար պատերազմի դուռը։ Քիվեստի փաստաթուղթն ուղղակի բացակայում է ցանկից։ Հանրության ուշադրություն կուզենամ հրավիրել 2019 թվականի այն առաջարկին, որից ինքը հրաժարվել է ու որը բերել է այս արհավիրքին։ Փաստաթղթի փոխարեն հրապարակվում է հայկական ժամանակի հոդվածը, որը նույն լրատվականն առնվազն 2 անգամ տպագրել է։ Նոնսենս է։ Մի օր էլ տրամաբանությամբ կարող է Էրդողանի գրքից հատվածներ հրապարակել, դա կոչել փաստաթուղթ ու փաթաթել մեր պետության վզին։ Հերթական անգամ պարզվեց, որ Սերժ Սարգսյանը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանն ու ջատագովն է։ Դա Սերժ Սարգսյանի համար կարմիր գիծ է։ Ադրբեջանը փորձում է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով ու խախտում է ռազմական բալանսը։ Սրանք թեզեր են, որոնք պաշտպանում են Հայաստանի Հանրապետության ու Արցախի շահերը։ Եվ նույնիսկ 2019-ին Նիկոլին առաջարկված փաթեթով հանրաքվեով էր որոշվելու Արցախի ճակատագիրը։ Ինչ արեց Նիկոլը։ Հանձնեց Պրահայում Արցախն Ալիևին։